Ընդհանրապես ձախականներին, սոցիալիստներին Եվրոպայում իդեպ սոցիալ-դեմոկրատիան որպես հիմնական ուղղություն, հարգանքներս բոլոր սոցիալ-դեմոկրատ իմ ընկերներին, բայց ժողովուրդ դուք գիտեք, որ ես գաղափարապես ձեր հետ համաձայն չեմ։ Ահա սոցիալիստների հիմնական գաղափարախոսությունը հետևյալն է. պետությունը պիտի քիթը խոթի բոլորի անձնական տարածք, բոլորի ընտանիք, բոլորի մասնավոր կյանք, մասնավոր սեփականություն, բիզնես։ Ըստ սոցիալիստների ժողովուրդը իմբեցիլների հավաքածու է եւ պետությունը որպես ծնող պետքա խնամի, պաշտպանի, հոգ տանի իր իմբեցիլ զավակների մասին։ Սա ձախական գաղափարախոսությունների հիմնական ֆունդամենտալ մոտեցումն է։ Խառնվել մարդկանց կյանքին, որովհետև մարդիկ ըստ ձախականության ի զորու չեն իրենց հարցերը լուծել, տհաս են մարդիկ։ Ոչ թե պետք է այնպես անել, որ մարդիկ դառնան հասուն, ինքնուրույն, սուվերեն, այլ ոչ, նրանք դատապարտված են հպատակության եւ պետքա պետությունը հոգ տանի նրանց մասին։ Նրանցից գանձի 50% հարկ եւ այդ 50%-ը ծախսի նրանց վրա։ Եթե ասում ես 50% հարկ մի վերցրա, ինձնից վերցրա 20% հարկ մինիմալ կարիքները պետության հոգալու համար։ Այն 30%-ը այդ միջոցների ես կորոշեմ ինչպես եմ ուզում ծախսել։ Ձախականությունն ասում է չէ, դու չես հասկանում, դու չգիտես ոնց պետք է այդ փողերը ծախսես։ Դու ինձ կտաս հարկ, ես այդ փողերը կծախսեմ։ Ձախականությունը ասում է, դու չգիտես քո բանկում եղած փողը ինչքան վտանգավոր կարա լինի։ Դու պիտի քո բանկային գաղտնիքը ինձ հայտնես, որ ես որոշեմ։ Դու ճիշտ ես ապրում, թե սխալ։ Դու ճիշտ ես փողերը ծախսում, թե սխալ։ Որ հանկարծ հանցագործ փողեր չկուտակվեն ինչով։ Այսինքն փոխանակ գնան հանցագործներին ձերբակալելու եւ դատելու հետևից, եկել են արդար մարդկանց, օրինապահ մարդկանց հետևից, ասում են դուք պիտի ձեր անձնականը, ձեր մասնավորը բացահայտեք պետությանը, մենք պետք է տեսնենք այդ ամեն ինչը, ոչ թե գաղտնալսենք, օրինական, առանց գաղտնիքի, բացահայտ պիտի լսենք ու տեսնենք դու ինչ եք ապրում, ինչ եք ուտում, ինչ եք շնչում։ Պետության միջամտության այս քարոզը սա ձախականության ֆունդամենտն է։ Ինչու, որտեղ գտնում են, որ քաղաքացիները չեն կարող լինեն այնքան հասուն, որ իրենց մասնավոր հարցերը լուծեն, իրենց մասնավոր գործերը կարգավորեն։ Եվ ստեղից գալիս է այդ գաղափարը բնապահպանական խնդիրը, որը ինչ է ասում, հասեք, փրկեք, կործանվում ենք, իսկ քանի որ առանձին վերցած մասնավոր անձը չի կարա այդ գլոբալ հարցերը լուծի, ուրեմն ով պետք է լուծի պետությունը։ Ստեղ պետության դերի գերագնահատումը տեղի ունենում։ Ձախականությունը գերագնահատում է պետության դերը։ Ասում է դու միայնակ մարդ կամ դուք մասնավոր համայնք կամ ակումբ, այ դուք չեք կարող այս հարցը լուծեք։ Կամ մի հատ մեծ խնդիր օդի աղտոտվածություն կամ գլոբալ տաքացում 70-ական թվականներին եղել է գլոբալ սառեցում։ Այս ձախականների համար միշտ կա մի հատ գլոբալ բնապահպանական հարց, որը պետքա լուծել, որից պետքա փրկել մարդկությունը։ Արդյունքում սկսում են քիթները խոթել մարդկանց մասնավոր հարցերի մեջ, մարդկանց համոզելու համար, որ իրանք չկան այնքան, որ այդ գլոբալ հարցերը դիմագրավեն։